Սա ներքև կախվող եղունգ է, որը բնականից աճում է ու կորանում կախվում է դեպի ներքև։ Եթե դուք վերցնում եք ու այստեղ ուղղակի ահա այսպես գել եք դնում, եւ այստեղից ուղղակի խարտում եք այս եղունգը, սա չեղավ, որ ձեր կախված եղունգը բարձրացավ դեպի վերև։ Տեսեք ինչքան էլ հաստ եմ գծել, միևնույնն է, ձեր եղունգը չբարձրացավ վերև։ Ինչ անել, որպեսզի ներքև կախված եղունգը վեր բարձրացնենք։ Այս վիդեոն բոլորիդ է պետք գալու, ավելի լավ է սեղմեք լայք ու անպայման իմեջին միանաք։ Հիմա տեսեք մի քանի հատ սխալ եմ ձեզ ասելու։ Հաջորդ սխալներից մեկը, երբ որ դուք վերցնում եք այնպիսի օրինակ վերին ֆորմա եւ կառուցում եք, ահա այսպես, ու բարձրացնում եք եզրը։ Օրինակ, ահա, բարձրացրել եմ եղունգի եզրը։ Բարձրացել է, համաձայն եմ, բայց այս հատվածում նկատում եք, սա մեր ստրեսային զոնան է, սա ստրեսային զոնան է։ Ու այստեղ նայեք, ընդհանրապես նյութ չկա։ Ինչպես նկատում եք, այստեղ մենք գրեթե ոչ մի կաթիլ նյութ նորմալ չունենք, որը կպաշտպանի մեր ստրեսային զոնան շուտ կոտրվելուց։ Այս եղունգը շատ քիչ կյանք է ունենալու։ Հաջորդ քայլը։ Առաջարկում եմ նաև միանալ իմ 2 ամսյա կուրսին, որը սկսվելու է ապրիլի 1-ից եւ 2 ամսվա համար վճարել եք ընդամենը 25000 դրամ։ Մեկնաբանությունների բաժնում գրեք ապրիլ բառը եւ ստացեք ամբողջական մանրամասները այդ դասընթացի վերաբերյալ։ Բացահայտեցինք 2 սխալ։ Մեկը, որ դուք ուղղակի դնում եք կաթիլը տակից խարտում եք, այդ չեղավ, որ եղունգը վերև բարձրացավ, ընդհանրապես վերև չի բարձրացել։ Շատ եմ տեսնում տենց հոլովակներ, խնդրում եմ, մի արեք տենց բան, այդպես մի սովորացրեք ուսանողին, որովհետեւ վաղը միսօր ինքը հաճախորդներ է սպասարկելու, հաճախորդները դժգոհ են մնալու, շարունակություն ինձանից լավ գիտեք։ Հիմա ցույց եմ տալու, երևի սև մարկերով անեմ, որ ավելի բարձր երևա։ Հիմա ձեզ ցույց եմ տալու, թե ոնց անենք, որ եւ չկոտրվի եւ իսկապես վերև բարձրանա մեր եղունգը։ Ուրեմն, մեզ պետք է, եթե անելու ենք վերին ֆորմայով մեր այս վերև բարձրացնելու process-ը, այդ նշանակում այս հատվածից մի փոքր մենք պետք է ունենանք բարձրություն, նոր գա ուղիղ մեր եղունգը ու այստեղ ավարտվի։ Այսա նոր լինում է, որ դուք կառուցել եք եղունգը այնպես, որ եւ եզրը բարձրանա եւ մնայուն լինի, որովհետեւ այս հատվածում ես արդեն ունեմ նյութ, այստեղ իմ ապեքսս ընտիր պահպանված է, ստրեսային զոնայում նորմալ քանակով նյութ կա, սա ժամանակից շուտ չի կոտրվելու, այստեղ ինչ երկարության էլ որ կառուցեմ, իդեալական պահպանվելու է։ Իհարկե, այստեղ ես քառակուսացիվ եղունգ ցույց տվեցի, բայց միևնույնն է, դուք կարող եք ունենալ այստեղ օվալ, կարող եք ունենալ այստեղ նշաձև, սրանից արդեն ինչ ասես կարող եք ստանալ, որովհետեւ եղունգը քառակուսի է, քառակուսի եղունգից ամեն ինչ կարող եք ստանալ։ Այսպիսով, սա կոնկրետ այս թեմայով առաջին մասն էր, եթե ուզում եք դիտել երկրորդ մասը, անպայման միացեք իմեջին, որպեսզի բաց չթողնեք։